Վարում ենք, որ սող տնկենք, սող ցանենք։ Ահա ինչ տեսք ունի սոխի ծաղիկները չորանալուց հետո եւ որտեղ են գտնվում սոխի սերմերը։ Հիմա կպատրաստենք սոխի սերմերը ու կցանենք։ Պետք է մշրել, որպեսզի այս սերմերը իրենց պատյաններից դուրս գան։ Ցանում ենք ոչ շատ խիտ, ոչ էլ շատ նոսր։ Մոտավորապես այսքան հատվածի համար, այս տիպի հատվածը մեր մոտ։ Ես աշխաչափով եմ ցանում բոլոր սերմերը։ Ցանում ենք աշխաչափով, հիմա փորձենք հողի մեջ փնտրել։ Ահա։ Հիմա ցույց կտամ արդեն ծլած սոխերը, կտեսնեք մոտավորապես ինչ խտության է ցանվում սոխը։ Ցանելուց հետո ինչ ենք անում։ Ցանելուց հետո սրսկում ենք գեզագարդ։ Մի օր հետո ջրում ենք 10 լիտրին 1 լուցկու կարոպկա, ոչ շատ լիք։ Ցանում ենք, փորձում ենք, հետո գեզագարդն ենք սրսկում։ Շլանգները փռում են կաթիլային։ Հաջորդ օրը ջրում ենք։ Քանի որ մեր մոտ արդեն փետրվարի 3-ն է, հաջորդ ջուրը շուտ ենք տալիս, թե ավելի ուշ։ Ինչպես է սոխը։ Երբ որ չորանում։ Ոչ շատ։ Կիսախոնավ վիճակով ջրում ենք։ Որ ծիլը ծլի, սոխը ծլի։ Հենց ծլում էլ չենք ջրում շատ։ Իսկ սոխի աճեցման ինչ նրբություններ կան։ Սրսկումները, բուժումները, հիմնականը բուժումներն են, որ ինքը սպիտակ է։ Ուրեմն սիրելի հետևորդներ, նաև կարող եք, երբ որ առաջին ջուրը տալիս եք, ցանելուց հետո երբ որ ջրում եք, կարող եք նաև պրիվիկուրով, այսպես ասած ցնցողով մի փոքր ցողել։ Կարող եք կաթիլայինով էլ տալ։ Տեսեք, մեր մոտ մենք նախորդ մշակաբույսերը չենք անել հողից, սրանք դարձել են մեր մոտ արդեն բնական պարարտանյութ։ Հիմա գնանք ձեզ ցույց տամ արդեն ծլած սոխերը։ Ահա սիրելի հետևորդներ, սա էլ նոյեմբերին ցանած սոխերն են, քանի որ ցուրտ է եղանակը, սոխերը դեռ այնքան էլ չեն մեծացել։ Ահա պատկերացրեք, մոտավորապես այսպես պիտի ծլի։ Ձեր սոխերը որ ցանեք, մոտավորապես այսպես պետք է ծլի։ Սրանք դեռ շատ փոքր են, սրանք արդեն հավանաբար երևի արդեն ապրիլ ամսին նոր պատրաստ կլինեն։
շուկա դուրս գալուն։ Կան նաև ջերմատանը սրանից ավելի մեծ սոխեր, հիմա գնանք դրանք էլ ցույց տամ ձեզ, տեսեք ինչպես են այս պահին իրենց զգում։ Սրանք պոլիէթիլենային թաղանթի տակ են, քանի որ ջերմատունը չի ջեռուցվում, փետրվար ամիսն է, ինչպես ասացի, չի ջեռուցվում։ Հիմա փորձենք սա ծածկել ու գնալ, որ ցույց տամ արդեն սրանից ավելի մեծ սոխերը, որոնք պատրաստվում են մոտ առապես 10-15 օրից շուկա դուրս գալ։ Ահա, սիրելի հետևորդներ, սրանք էլ արդեն ավելի մեծ սոխեր են։ Փոքրիկս եկել է մոտս, ուզում է տեսնի ինչ եմ անում։ Սրանք էլ արդեն շուտով դուրս կգան շուկա։ Տեսեք, առհասարակ սող մշակողների մեջ կա այսպիսի ընտրություն։ Մի մասը ցանում են սպիտակ սող, մի մասը ցանում են կարմիր սող։ Դուք ինքներդ էլ պետք է նայեք, տեսնեք ձեզ համար որն է ավելի լավ, որն է ձեր հողում ավելի լավ աճում եւ ըստ դրա էլ որոշեք ցանել, որովհետեւ սպիտակ սոխի այսպես ասած ցողունները սրանք ավելի բաց գույնի են լինում, որոշները նախապատվությունը դրան են տալիս, իսկ որոշները նախապատվությունը տալիս են կարմիր սոխին։ Հիմա սա հանենք, տեսնենք որ գույնի սոխն է։ Հա, տեսեք, սա սպիտակ սոխն է։ Կարմիր սոխը սրանից ավելի մուգ է լինում։ Այսքանը սիրելի հետևորդներ, եթե սոխի մշակման հետ կապված հարցեր ունեք, կարող եք գրել մեկնաբանություններում, կփորձենք պատասխանել ձեր հարցերին։ Առայժմ իսկ դուք բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք հաջորդ տեսանյութերը, դե ինչ կհանդիպենք։